Ողջույն մեր հարազատներին եւ բարեկամներին։ Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք պաղպաղակ, քանի որ շատ շոկ է, անպայման պետքա տանը պատրաստենք պաղպաղակ։ Շատ հետաքրքիր ձևով։ Հիմա Ջուլիան կներկայացնի ինչ տարբերակներով ենք պատրաստելու։ Գնացինք։ Ողջունում եմ բոլորին։ Այսօր կպատրաստենք պաղպաղակ, ելակի համով կլինի եւ կլինի եփած խտացրած կաթով։ Եվ ունենք նաեւ խտացրած կաթ բանանի համով։ Ուրեմն անհրաժեշտ է 33%-անոց սերուցք մեզ, եփած խտացրած կաթ, սովորական խտացրած կաթ, բանանի համով խտացրած կաթ, ելակ, ընկույզ եւ շոկոլադներ, դառը շոկոլադա եւ սպիտակ։ Եվ ունենք կոներ, այսպիսի վաֆլիների համար եւ փոքրիկ մինի էսկիմոներ պետք է պատրաստենք։ Դե process-ում պատրաստելու վաղ ինձ թվում է կներկայացնենք մանրամասը թե ոնց ենք պատրաստելու։ Սկսեցինք պատրաստել։ Ինչ է անհրաժեշտ ամենաառաջինը պատրաստելու համար։ Առաջինը ողջան, ուրեմն ամանի մեջ ավելացնում ենք սերուցքը։ 33%-անոց սերուցքը։ Չափաբաժինը ամբողջական վիդեոյի ներքևում կգրենք։ Սերուցքի վրա ավելացնում ենք խտացրած կաթ։ Իսկ այդ ընթացքում ես կկտրատեմ ելակներ։ Ուրեմն ելակները ինչ ձև ենք մաքրելու, պոչիկները, հա։ Հա, ողջան, մենակ պոչիկները հանի, պետքա բլենդերով ուղակի խտել։ Ես թվում է այս էս պետքա պրոստո վեկալենք։ Չէ՞, այս տարբերակով։ Սերուցքը պետք է հարիչով հարենք։ Ողջան, երկու հատ ելակ մաքրի հերիք։ Պետքա բլենդերով ուղակի թեթև հարենք, բայց որ կտորներ լինի մեջը։ Մի հատ էլ ողջան։ Վերջ։ Մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Ինչ ձևի է ստացվել։ Շատ չենք հարում, պետքա այս ձևի թույլ զանգված ստանանք։ Հիմա ելակը կհարենք բլենդերով եւ կավելացնենք սերուցքի եւ խտացրած կաթի վրա, ողջան։ Դրես մաքրենք։ Ինքը պրինցիպի այս ձևել է, ամով ժողովուրդ ջան, այս ձև է կարակ։ Սառացնեք ու ուտեք, ինքն էլ այս ձևել է ամով։ Հա, սենց լինում է կլասիկը։ Ուղղակի պլոմբիր։ Հաջորդ մեր քայլը։ Հաջորդը սա ելակը հարեմ, որ շատ չենք հարում։ Պետքա կտորները մեջի մնա։ Եվ ելակը ավելացնում ենք սերուցքի վրա։ Արդեն ինքը համով մարոժ է ստացված։ Շատ թեթև խառնում ենք։ Համել գույնը կլինի լավ սիրուն, պրիատնի գույն։ Արամատն էլ է համով լինում, ողջան։ Հաջորդ մեր քայլը։ Ելակը լավ խառնելուց հետո պետք է ավելացնենք վաֆլի բաժակների մեջ։ Գդալի օգնությամբ ավելացնում ենք մեջը։ Ես Արցախցիքում սառեցնենք, ողջան։ Եվ մեր պաղպաղակը պատրաստ է ելակի համով։ ասեմ, որ ինքը սենց շատ համեղ է, ինձ թվում է սառի ավելի համեղ կլինի։ Ամենակարևորը հեշտ տարբերակը, ժողովուրդ ջան, կարակ պատրաստեք, ինձ թվում է համ երեխաները, համ էլ դուք կարակ մեծ սիրով վայելեք։ Որովհետև ինքը շատ հեշտ տարբերակ է, ինչ ամենականանրաժեշտ։ Սերուց, խտացրած կաթ եւ ելակ։ Կարող եք նույնիսկ բանան կտրատել մեջը։ Հա, ինչ սիրում եք։ Ինչ միտք նախընտրում եք։ Կարող եք բանան եւ ելակ։ Դե հիմա մենք մի քանի տարբերակներով կպատրաստենք, ցույց կտանք ձեզի, բայց ինչ նախընտրում եք, այն էլ կարակ պատրաստեք։ Կարող եք ուղղակի ամանների մեջ ավելացնել եւ սառեցնել, հետո բաժակների մեջ մատուցել։ Հա, էլ որ ասենք չունեք էս Վաֆլի կոները որ չունեք, հա կարող եք այդ ձև մատուցել նաեւ։
Էլի տարբերակը։ Դե ինձ թվում է անել Հայաստանում դե ամառը դե մենակ Հայաստանում չէ բոլոր տեղերել շոքին ինչ են վայելում մառոժնի, չէ՞։ Այո։ Պաղպաղակ կներեք, ոչ թե մառոժնի։ Պաղպաղակ։ Այս մեկը մի քիչ էլ ավելացա, որ ինքը ավելի լավ, всё։ Հավոդի պես ինչ էլ հավեսին ավելացնում ես։ Հիմա երկրորդ տարբերակը ինչով ենք պատրաստում։ Ես կամ Երկրորդը կպատրաստենք եփած խտացրած կաթով։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, ցույց տվեցինք, հիմա երկրորդ տարբերակին կմիանանք, թե ինչ ձև ենք պատրաստելու։ Գնացինք։ Վերջ, մեր պաղպաղակները արդեն պատրաստ է, պետք է տեղադրենք սարսափցիկում։ Ողջան, ամանը դրես, արդեն Զառանի պետք է ինքը լավ սառը լինի, ժողովուրդ ջան, որ տեղադրեք, ինքը միանգամից սառ չի։ Ու սիրուն տեղադրում ենք ամանի մեջ։ Կգրեք մեկնաբանության մեջ ինչքան է պետք սառացնեմ, ձեր սառնարանից է կախված, թե ինչ ձև է ինքը սառացնում։ վերջ, ողջան։ Հիմա մենք տեղադրում ենք սառցախցիկի մեջ։ Եվ պատրաստում ենք երկրորդ միջուկը։ Ահա, հիմա ես տեղադրեմ ու ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն պատրաստում ենք երկրորդ տարբերակը։ Այո։ Մեզ հիմա անհրաժեշտ է նորից սերուցք։ Ահա։ Սառը պետք է լինի անպայման սերուցքը։ Նորից 33%-անոց է սերուցքը։ Ավելացնում ենք եփած խտացրած կաթը։ Ավելացնում ենք խտացրած կաթը ամբողջությամբ։ Իսկ թվա խտասած կաթը ինչի մեջ էլ ավելացնես, ինքը համեղ ալնելու։ Այն էլ եփած խտասած կաթը։ Եվ պետք է նորից հարիչի օգնությամբ հարենք։ Դե ինձ թվում է հարենք եւ ձեզ միանանք ու ցույց կտանք, քանի որ ձայնի պատճառով չեն կարա ցույց տանք։ Գնացինք։ Всё, հարիչի օգնությամբ լավ արդեն հարել ենք, հիմա Ջուլիան կցույց տա ինձ ձեւա մեր մոտ ստացվել, ժողովուրդ ջան։ Ձևի պետք է խտություն լինի։ Ու հիմա պետք է պատրաստենք երկու տարբերակով։ Դրա համար ենք բաժանում երկու մասի։ Մեկին պետք է ավելացնենք քերած շոկոլադ, մեկն էլ կլասիկ տարբերակով, մենակ խտացրած կաթ եւ սերուցք։ Ինձ թվում է հիմա ես ցույց կտամ մեր հետևորդներին մեկ տարբերակ լինելու այս ձևի, ժողովուրդ ջան, հիմա հեսա Ջուլիան կավելացնի, ցույց տա ձեզի ինչ ձև է։ Հատուկ փայտիկները նայում եք, մենք ենք տեղադրել Էսկիմոյի ֆորմաները։ ֆորմեն ինքը հանգիստ ինձ թվում է կարա գնեք։ Խենք այս տարբերակը վիբրատոր է, որովհետև ինքը դաստուպնի է, ինքը այդքան էլ թանկ չի, ժողովուրդ ջան, կարա գնեք, ինչա ձեզի անհրաժեշտ, այս փայտիկները հետը գնեք, ինքը հանգիստ տեղադրվում է։ Հիմա հեսա մառոժին ամբողջական Ջուլիան տեղադրի այս ֆորմայի մեջը, այս ձևի կտեղադրենք սառցախցիկ եւ կարակ հանեք ու վայելեք։ Հիմա քերիչի օգնությամբ քերում ենք շոկոլադը, մեր դեպքում դառը շոկոլադ է։ Իսկ թվում է շոկոլադով էլ ինքը շատ համեղ կլինի։ Վերջ, եւ ավելացնում ենք սերուցքի վրա շոկոլադը։ Ու պետք է յամ որ լավ խառնենք։ Պատկերացրեցիք, չէ՞, արդեն ժողովուրդ ջան, իր ձևի համեղ է ձեր մոտ ստացվելու։ Ով որ սիրում է շոկոլադով տարբերակը, կարա այս ձևի պատրաստի։ Իսկ այս տարբերակը առանց շոկոլադի է։ Նես որը լեսի ամբողջը չի, էլի տարբերակով ենք պատրաստելու։ Ամբողջական վիդեոն դիտեք, որ ամենավերջում թողում ենք ամենահամեղը, որ տեսնեք ու վայելեք։ Եվ ավելացնում ենք շոկոլադե կոների մեջ պաղպաղակը։ Հենց իմը շոկոլադն է։ Այո։ Որ շոկոլադի չլինի, չլինի։ Անպայման պետքա շոկոլադնի գնեք ժողովուրդ ջան, որ ինքը շատ ձեր մոտ համեղ լինի։ Սովորական փայտիկի միջոցով վերցնում ենք, այսպես լավ տրամբովկա ենք անում, որ ինքը ամբողջական մառոժնի ներքևի մասը լցվի։ Եվ ինչ ենք անում։ Աշխատելու համար, որ ձեր համար հեշտ լինի, ժողովուրդ ջան, վերցնում եք աբիշնի բակալը, այս ձևի տեղադրում եք իա մեջը,
Պատրաստեք, հետո նոր պատրաստելուց հետո կարողանաք սառնած խցիկի մեջ տեղադրեք։ Նայում եք, վարժակի միջոցով ինչքան ինքը հեշտ է։ Ավելի լավ է մի քիչ ավելացնենք, ողջան, այսպես ներքև իջացնենք մեր պաղպաղակը, որ ներքևի մասը նեղ է, ինքը միջև վերջ իշտի։ Եվ նորից ավելացնում ենք մյուս մասը։ Ուրեմն Ջուլիան, հիմա բացատրեմ էլի տարբերակա, որը կարաք պատրաստեք ժողովուրդ ջան։ Շոկոլադը կարաք հալացնեք, ամբողջական մեջը շոկոլադով այսպես լցեք, պատեք պատերը։ Եվ հաջորդը մառոժին տեղադրեք բաժակի մեջ։ Ինքը այդ տարբերակով էլ է շատ համեղ է լինում։ Ուրեմն տարբերակները ցույց տվեցինք, հիմա մենք ամբողջական պատրաստենք, սառցախցիկի մեջը տեղադրենք, հաջորդ փուլում կմիանանք ու ցույց կտանք ոնց ենք ամենահամեղը պատրաստելու։ Ունես որ մնացեք մեզ հետ, նայեք վիդեոն մինչև վերջ ու չեք մոռանում այն լայքերը, ժողովուրդ ջան։ Լայքերն обязательно։ Ու մեկ էլ տակ անպայման մեկնաբանության մեջը գրեք։ Դուք այս տարբերակով պատրաստել եք, թե չէ։ Եթե պատրաստել եք, իմ կինը չի թողում, որ ես մի քիչ էսյան գամ։ Քիչ էսյան է տանում ինձ ժողովուրդ ջան։ Ուրեմն մեկնաբանության մեջ կխնդրենք բոլորիդ անպայման գրեք, այս տարբերակով պատրաստել եք, թե չէ։ Եթե պատրաստել եք, գրում եք պատրաստել եք։ Եթե չեք պատրաստել, էլի մեկնաբանության մեջ անպայման գրեք, չենք պատրաստել, շատ հետաքրքիր տարբերակ է, որը որ մենք ձեզի ցույց ենք տվել։ Դե գնացինք։ Ժողովուրդ ջան, եկավ ամենահետաքրքիր տարբերակը, որը հեսա պիտի մեզ ձեզի ցույց տանք, ինչով ենք պատրաստելու։ Ուրեմն, այս Հիմա պատրաստում ենք փոքրիկ էսկիմոները, ողջան։ Մենք ունենք արդեն նախորդ պատրաստված սերուցքը, էփած խտացրած կաթով։ Մեզ անհրաժեշտ է կանդիտերսկի այսպիսի մեշոկներ։ Մեշոկները ինչի համար է պետք, որ հեշտ կարողանան աշխատեն։ Ճիշտ է։ Ավելացնում ենք։ Եվ ավելացնում ենք ձևամանի մեջ։ Ողջան, մի րոպե պահես ես։ Պետք է չոփիկները այստեղ լինի։ Ես էի տեղադրել երևի։ Տես։ Որ ինքը Ճիշտ է։ պաղպաղակը մեջտեղին ասում։ Այսօր ժողովուրդ ջան, դա իմ մեղքն է։ Վերջ։ Վերջում պետք է հավասարացնենք։ Միջուկով անենք, ով թե սենց այս մեկնել այս երն անենք։ Երևի սենց անենք, չէ, ողջան այս մեկնել։ Իսկ թվում այսպես ալը մի րոպե ջուլ։ Այսպես։ Որ ինքը լավ։ Մաստերի ձեռքը պետք է անպայման կպնի պաղպաղակին։ Ջոգում է։ Այս սևի ինքը արդեն ամբողջական։ Всё, պատրաստ է, ինձ թվում է։ Վերջ։ Եվ փայտիկները պետք է, հա։ Ահա։ Այս մեկին մի քիչ էլ ավելացնենք։ Այսպես փայտիկները ժողովուրդ ջան։ Այսպես։ Վերջ, մի հատ թեթև այսենց հավասարացնում ենք էսկիմոների վրա, որ հավասար լինի։ Եվ տեղափոխում ենք սառցախցիկ։ Սառցախցիկից հանելու ենք, շոկոլադա պատելու ենք եւ պետք է ընկույզով զարդարենք։ Всё, ուրեմն տեղադրում ենք սառցախցիկ, հաջորդ քայլին կմիանանք ու ցույց կտանք, թե ինչ ենք անելու։ Գնացինք։ Եվ ժողովուրդ ջան, ամենավերջում թողել էինք ձեր համար ամենահամեղը։ Հիմա կպատրաստենք ու տեսնենք ինչ ձև ենք պատրաստելու։ Ջուլիա, ներկայացրա։ Ուրեմն նորից սերուցքի վրա ավելացնում ենք բանանի համով խտացրած կաթը։ Ինքը նորություն է, ժողովուրդ ջան, կարելի է ասել։ Փորձեք անպայման, իսկ հիմա ձեր դուրը կգա։
Քանի որ մեր երեխաները շատ են սիրում բանանի համով։ Այո, ավելացնում ենք ուրեմն բանանով խտացրած կաթը բանանի համով։ Հետո շոկոլադել ենք քերելու որպես միջիկի։ Հա։ Ավելի համեղ բանան շոկոլադը։ Ինքը ավելի համեղ է ստացվում։ Ուրեմն ուղարկում ենք հարելու, հարելուց հետո կմիանանք եւ կասենք ինչ ձև ենք պատրաստում։ Սերուցքը խտացրած կաթի հետ հարելուց հետո պետք է քերեքով անցկացնենք շոկոլադը։ Բանան շոկոլադ միջուկն է մեր մոտ ստացվում։ Կարանք ասենք, որ սերուցքը, որ ինքը սառնա, ինքը շատ պատկերացնում եք, հիմա մեր օպերատորը թող ցույց տա, որ սերուցքը ինքը լավ սառնա, ժողովուրդ ջան, նայում եք, ինչ հավեսին ստացվում, ոնց որ ինքը լրիվ մառոժներ լինի։ Հիմա դրա համար պետք է ամենաառաջինը սերուցքը խալադյանիկում պահեք, որ ինքը լավ սառչի, չէ՞։ Այո։ Որ ինքը ավելի ձեր մոտ ավելի լավ ստացվի։ Հիմա կավելացնենք շոկոլադի քերուկը։ Իսկ ընկույզը Ընկույզը սպիտակ շոկոլադը հալելուց հետո պետք է ավելացնենք ընկույզ մեջը։ Էսկիմոների համար է ողջամիտ։ Դե լավ, ավելացրան վրա ես խառնեմ, թե ես ընկույզը մանրացնեմ։ Չէ, ընկույզը վերջում է, ողջամիտ։ Եվ ավելացնում ենք սերուցքի վրա շոկոլադը։ Եվ անհրաժեշտ է մի հատ տնավարի ժողովուրդ ջան, ոնց որ ես սիրում եմ, այսպես տնավարի պետքա խառնեք։ Որ այսպես սիրում է շոկոլադը, լավ տարածվի, որ մեր մոտ համեղ մառոժն ստացվի։ Այսպես լավ խառնելուց հետո ու պետք է այս գործողությունը մի քիչ արագ անեք, որ ինքը սերուցքը ինքը չտաքանա, չէ՞ ջուր։ Ինքը պետք է արագ անեք, որ ինքը չտաքանա, որ տաքացավ, ինքը ջրի կանալու է, հետը չկարողանաք աշխատեք։ Ասա Ջուլիա, հաջորդ գործողությունը։ Պետք է ավելացնենք բաժակների մեջ վարդեվություն։ Նորից գտալի օգնությամբ Ու սիրուն ասես տեսք ենք յան տալի։ Ու ինքը ոչ մի բանով չի տարբերում։ Ասա։ վերջ։ Երկրորդն ենք անում։ Ինչը վերջ։ Դե առաջինը վերջացրեցինք։ Կարող եք ելակել մեջ ավելացնել։ Էլի համեղ կստացվի։ Դե քանի որ ելակով արդեն պատրաստել ենք, դրա համար մենք պատրաստում ենք այս Բանան շոկոլադ տարբերակն է։ Ինձ թվում է այս տարբերակն է ցույց տվեցինք, հաջորդ քայլին կմիանանք։ Հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Արդեն ամբողջ պահպաղակները լավ սառած կլինի, պետք է շոկոլադա պատենք էսկիմոն եւ գեղեցիկ տեսք տանք մյուս պահպաղակներին։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, էլա ինձ թվում է ամբողջը ցույց տալ թե ոնց ենք տեղադրում բաժակների մեջ իմաստ չունի։ Դրա համար հիմա մենք ամբողջը կպատրաստենք, սիրուն սեղանը կգցենք եւ ձեզ կմիանանք ու ցույց կտանք թե ինչ ձևա մեր մոտ ստացվի։ Այնպես որ մի վիդեոն անջատեք, միջև վերջ դիտեք, ամենագեղեցիկը վերջի մասն է։ Ցույց ենք տալու թե ոնց է մեր մոտ ստացվի ամբողջական։ Այնպես որ նայեք ու ձեր գնահատականը վերջում կտակ։ Գնացի։ Ժողովուրդ ջան, մեր պահպաղակները միջև սառչ են, մեզի անհրաժեշտ է ինչ անել։ Պետք է սպիտակ շոկոլադը հալեցնենք, ողջան, որպեսզի էսկիմոները պատենք եւ ընկույզը մանր կտրատենք։ Ուրեմն սպիտակ շոկոլադը պետք է հալեցնենք միկրոալիքային վառարանում ընդմիջումներով։ Այդ ընթացքում մանր կկտրատենք ընկույզը, ողջան։ Ես ուրեմն կտրատեմ։ Դու միջև շոկոլադները հալացնես։ Այս ձևի, հա, մանր պետքա կտրատենք։ Երկու ընդմիջումով պետք է հալեցնենք Դե շոկոլադը։ այս տարբերակը նույն ձևի կարակ ինձ թվում է բլենդերի մեջ էլ։ Չէ, բլենդերով ինքը շատ մանր է ստացվում, ողջան։ Դե ուրեմն լավ։ Քանի այսօրվա շեֆ-պովերը Ջուլիան է, իա տարբերակով ենք պաղպաղակը պատրաստում, ուրեմն պետք է անենք այն ձևի, որը որ ինքը ասում է, որովհետև ինքը արդեն այս տարբերակով պատրաստել է։ Իսկ թվում է այսպես։ Դե ինչ անենք, իսկ թվում է միանանք
Երբ որ պատրաստ լինի, այդ ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Ով ջան, շոկոլադը լավ հալել է, ընկույզը պետք է ավելացնել շոկոլադի մեջ։ Ուրեմն ընկույզն էլ արդեն պատրաստ է, շպայցելի օգնության հավաքում ենք իոն եւ փոխանցում ենք Ջուլիային, որ ինքը ամբողջ թե Չէ, հա, ճիշտ է սովոր ջան։ Ավելացում ենք, չէ՞։ Սովորում ժողովուրդ ջան։ Ընկույզը խաղում ենք այսպես։ Եվ մեզ պետք է արդեն սառեցված էսկիմոները, որպեսզի պատենք շոկոլադով, ջան։ Հա։ Լավ խառնելուց հետո պետք է ավելացնենք փոքրիկ այս ձևի երկար բաժակի մեջ կամ կարող եք ուրիշ աման վերցնել։ Ավելացնում ենք շոկոլադը մեջը։ Ես այդ ընթացքում արդեն սառնարանից հանեմ, չէ՞, մառաժները։ Կարելի է արդեն։ Սառելա չէ արդեն լավ։ Դե հա, նայում եք ժողովուրդ ջան, ինչ ձևի արդեն։ Դե մեկ ինչ է տարբերակով արդեն Ջուլիան։ Լավ, սառելա։ Այսպես հանում ենք եւ ավելացնում ենք շոկոլադի մեջ։ Բայց ասա, որ շատ լավ տարբերակ է։ Եվ պետք է որ այստեղի Ու ամենակարևորը ինքը համ մաքուր շոկոլադ է, համ էլ ընկույզա մեջը, չէ՞։ Դե կարող եք ընկույզը նաև փոխարինել գետնանուշով, պնդուկով, ով ինչ ցանկանում։ Հիմա այդ ձևի պետքա ձեռքով բռնենք, միջև սառը։ Չէ, ոչ, մոռացա պերգամենտը վերցնել։ Հետո ես բռնեմ։ Մի րոպե, պահես, որ։ Հա, պերգամենտի վրա ենք, հա, ինքը տեղադրում։ Չէ, ոչ։ Պահպաղակը տեղադրում ենք, որ նորից տեղադրենք սառցախցիկում։ Դե պրինցիպի ինքը մի 2 րոպե եթե ձեռքի մեջ պահես, ես թվում է ինքը արդեն Ինքը որ չորանում է։ արդեն սառն է։ Շուտ է էլի ինքը սառն վրան։ Սել երկրորդ։ Դե ինձ թվում է հիմա ամբողջական մենք պատրաստ ենք եւ ձեզ միանանք։ Պրոցեսը ցույց տվեցինք, թե ինչ ձև ենք պատրաստում։ Դե հաջորդ քայլին կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր վերջնական պաղպաղակների տեսքը։ Հիմա մեր օպերատորը կներկայացնի, տեսնում եք ինչ գեղեցիկ մեր մոտ ստացվել է։ Սա բանան շոկոլադն է, կարամել շոկոլադ, կարամելային էսկիմոյա, վրան սպիտակ շոկոլադ եւ ընկույզ, ելակով տարբերակն է այս մեկնել։ Կարամ ասեմ, այս տարբերակն է շատ դուր գալի, ժողովուրդ ջան, լստենայք։ Ինքը ոչ մի ինչու է դուր գալի, որովհետեւ համ մաքուր շոկոլադը, համ էլ ընկույզ է, ժողովուրդ ջան։ Հիմա կփորձեմ։ Մեկի վրա էլ ընկույզ ավելացա, որ էլի հավեսով ուտեցող։ Ոնց է համը։ Եթե մի անգամ դուք փորձեք, ժողովուրդ ջան, ես հավատում եմ, որ հաջորդ անգամ էլ մառոժնի չեք գնի, անպայման կպատրաստեք։ Ինքը շատ համեղ է ստացվել իրոքից։ Այս տարբերակն էլ քեզ դուր կգա հաստատ։ Այստեղ ինչ ոչ։ Դրանից թվում է այսքան մառոժնի ես չեմ կարող ուտեմ։ Բայց այս տարբերակը Այդ մեկն էլ փորձի։ Երևի գցալով ցույց տասնը չվաճ։ Դե ժողովուրդ ջան, այսքան չեմ կարող ուտեմ, դե չէ շաքարս կբարձրանա։ Ինձ թվում է շատ համեղ է ստացվել։ Ունես որ ժողովուրդ ջան, կներեք, ես էլ չեմ կարող ես ուտեմ, որովհետև շատ քաղցր է իմ համար, այդքան ես քաղցր չեմ ուտում։ Մեր մոտ այնից թվում է ամեն ինչը ստացավ, Ջուլիա, չէ՞։ Շատ համեղ է, երեխաները այսօր շատ կուրախանան մեր պահպաններով։ Ինձ թվում է պատրաստեք, ժողովուրդ ջան, ու մեկնաբանության մեջ կգրեք, մեր մոտ ստացվել է, թե չի ստացվել։
Էլի ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է։ Որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա մեր երեխաների հետ նստենք, այս հավեսին մարոժիները, որը որ պատրաստել ենք, պետք է վայելենք։ Դե գնացինք վայելելու։